Եկեք այսօր սենց ջիգյարով տնավարի մի հատ աքլորի մսով խաշտամա պատրաստենք, իսկ դրա համար մեզ հարկավոր է աքլորը մորթել, լվանալ, հետո խանձել, ինչպես հորովակում է ցուցադրված։ Մի վախեցեք, թող արտակի շերտը մի փոքր էլ կարմրի, այդ ավելի համով է դարձնելու աքլորի միսը, հավատացնում եմ։ Հələ տեսեք ինչ գույն ունի, էլ չեմ խոսում յուղայնության մասին, լրիվ էկոլոգիապես մաքուր տնական արտադրանք։ Դնում ենք եփմա, գրեթե արդեն միսը եփված է, ավելացնում եմ կարտոֆիլը, լոլիկ պղպեղս ցանկության, աղու պղպեղ ենք անում ըստ ցանկության ու թողնում ենք, որպեսզի կարտոֆիլը միջև վերջ եփվի։ Եփելուց հետո ցանկալի է թողնել մոտ 10-15 րոպե հանգստանա, այդ ժամանակ էլ ավելի համեղա լինելու, հավատացնում եմ։ Դե արդեն մեր խաշտաման պատրաստ է, կարող ենք տեղափոխել մատուցվող ամանի մեջ ու հյուրասիրել տան անդամներին։ Էլ չեմ խոսում արգանակի մասին, որ կարող եք տեսնել առանձին ամանով մատուցել, այդ արդեն յուրահատուկ բան է։ Եթե սիրում եք աքլորի մսով խաշտամակ, գրեք մեկնաբանություններում ինչպես եք դուք պատրաստում եւ կիսվեք ձեր պատրաստման եղանակով։ Իսկ եթե հավանեցիք հոլովակս, չեք մոռանում բաժանորդագրվել, սեղմել զանգակին, որպեսզի բաց չթողնեք նոր եւ հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչպես նաեւ կարող եք ինձ հետևել Instagram-յան եւ TikTok-յան հարթակներում։ Կլինեն հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ, իսկ դուք չեք մոռանում վերջում սրտիկել հոլովակը։